Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այս խոսքերով ենք մենք ողջունում իրար եւ դիմավորում մեր Տիրոջ Սուրբ Հարության զատիկի զատվելու մեծագույն խորհուրդը։ Զատում մեռելներից եւ հաղթանակ մեղքի եւ մահվան վրա։ Սա մի մեծ ճանապարհորդության ամենակարևոր հանգրվանն էր, երբ մենք սկսեցինք մեր մեծ պահքի ամբողջ հոգևոր խորհրդածությունները եւ ահավասիկ հասանք լույսի հանգրվանին մեր Տիրոջ Սուրբ Հարության մեծ խորհրդի ավետիսով։ Նույն իրականությունն էր տիրում հենց այդ օրերին, երբ մեր Տերը խաչելությունից հետո դրվեց գերեզման եւ աշակերտները եւ իր շուրջը գտնվող անձինք մտահոգությունների, կասկածների, մտածումների մեջ էին։ Եվ երբ յուղաբեր կանայք ընթանում էին ավանդության համաձայն օծումը կատարելու մահացած մարմնի մեր Տիրոջ Հիսուսի Քրիստոսի, նրանք խորում էին, թե ով պիտի այդ մեծ վեմ քարը գլորի գերեզմանի դռնից, որպես այդ փխրուն կանայք իրենք կարողանան մուտք գործել եւ իրենց պարտքը կատարել։ Սակայն ով հրաշք, տեսան, որ գերեզմանի քարը գլորված է եւ Հիսուս այնտեղ չէ։ Եվ ապա հանդիպեցին Հիսուսին, ճանաչելով, չճանաչելով, եւ աշակերտների հետ տեղի ունեցավ հանդիպումը։ Եվ մեծ ցնծություն եւ ավետիս էր իրենց հոգիներում ու սրտերում, որ իրենց վարդապետը ոչ թե մահացած էր կորստյան համար, այլ հարություն էր առել կյանքի համար, այնպես, ինչպես ինքը խոստացել էր։ Եվ այդ դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին։ Սակայն մի շատ կարևոր եւ առանցքային դրվագ է այստեղ նշված։ Մեր Տիրոջ հարության ուղղակիորեն դեպքին առնչված եւ ուղղակի այդ օրվա, այդ վարքյանի թե հոգեբանության, թե տրամադրության, թե տրամաբանության, թե այդ բոլոր դեպքերի զարգացումներին որպես ամփոփում, որը չի մնում միայն այդ օրերի մեջ, այլ ձգվում է մինչև այսօր։ Եվ ասում է մեզ ավետարանիչը Մատթեոս, որ երբ այլևս պատգամը տվեց մեր Տերը, ասելով, որ գնացեք, իմ եղբայրներին ասեք, որ պիտի հանդիպենք Գալիլեայում, իր վերջին պատգամը թողնելու մարդկությանը, այդ պատգամից հետո հետևյալ դեպքը տեղի ունեցավ։ Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան եւ քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր։ Եվ նրանք ծերերի հետ միասին հավաքվելով խորհուրդ արեցին, շատ դրամ տվեցին զինվորներին ու ասացին. «Կասեք, թե նրա աշակերտները գիշերով գալով գողացան նրան, մինչ մենք քնի մեջ էինք։ Եվ եթե այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք եւ ձեզ հոգսից կազատենք»։ Եվ նրանք դրամն առնելով արեցին այնպես, ինչպես որ իրենց սովորեցրել էին։ Եվ այս զրույցը տարածված է հրեաների մեջ մինչև այսօր։ Կարևոր մի քանի դրվագներ կան։ Նախ այն գոյութենական պատմությունը, որ այս դեպքը կամ այս զրույցը Քրիստոսի հարություն առնելու եւ փորձելու այդ հարության վրա կասկած նետելու եւ այդ հարությունը, այսպես ասած, մարդկային ջանքերով, տկարություններով չեղարկելու, այդ լուրը, ինչպես ավետարանիչն ասում է, եւ այդ զրույցը տարածվում է մինչև այսօր։ Այդ այսօրը չի վերջանում միայն 2000 տարի առաջ եղած իրադարձության շուրջ, այլ շարունակվում է մինչև այսօր։ Մենք գիտենք, թե ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում քրիստոնեության վրա, ինչպիսի մեծ հարձակում է տեղի ունենում տարբեր կերպերով եւ ձևերով ու գույներով, եղանակներով Քրիստոսի հաստատած եկեղեցու վրա։ Ինչպիսի վերաբերմունք են փորձում ճշտել, վերաբերմունք սերմանել թե Քրիստոսի եկեղեցու եւ բնականաբար նրան հաստատողին Քրիստոսի անձի նկատմամբ։ Եվ այսօրվա աշխարհը ոչնչով տարբեր չէ այդ օրերի իրականությունից։ Մենք տեսնում ենք, թե
ինչպես այդ զինվորները, որոնք կոչված էին պահակություն անելու, հսկելու գերեզմանը, որոնք լինելով հռոմեացի զինվորներ գտնվում էին օրենքի ամենախիստ կարգադրության ներքո, ամենախիստ տառը պահելու ամենախիստ իրավիճակում, երբ նրանք իրավունք չունեին անգամ շարժվելու, ոչ մի վայրկյան աչքը թարթելու, հանկարծ նրանց թելադրվում է սուտ խոսելու, ասելու, որ դուք կասեք, որ մենք քնած էինք, երբ աշակերտները եկան եւ գողացան նրա մարմինը։ Եթե նույնիսկ նրանք քնած էին, ինչպես կարող էին իմանալ, որ հենց աշակերտներն են գողացողը նրա մարմինը։ Եվ սակայն ուրիշ մի միջոց, ուրիշ մի գործիք, որ դերակատարություն է ունենում այս դեպքին փորձելու խավարեցնել եւ մթագնել։ Եվ դա դարձյալ դրամի ներկայությունն է։ Եվ ավետարանիչը չի մոռանում ասելու, ոչ թե սոսկ դրամ տվեցին զինվորներին, կաշառելով նրանց սուտ խոսել, այլ երկու եւս բան արեցին, որը շատ խորհրդանշական եւ հատկանշական է։ Նախ շատ դրամ տվեցին, որովհետեւ երևի բանակցեցին միասին, զինվորները չհամաձայնվեցին, վախ ունեցան, որ եթե իրենց կուսակալը հրամանատարությունը իմանա, ապա իրենց մահապատիժը ուղղակի հասնում։ Հետևաբար շատ դրամով կարողացան այդ սուտը եւս գնել։ Եվ երկրորդը կուսակալին եւս աշխարհելու, կուսակալին եւս բերելու այդ իրավիճակում ամբողջ այդ զինվորական համակարգը փչացնելու իմաստով եւ փորձելու ամեն ջանք թափել, որպեսզի հարության այդ իրականությունը, ճշմարտությունը ստվերվի կամ ընդհանրապես որպես սուտ տարածվի, ինչպես ասում է ավետարանիչը, եւ այդ զրույցը եւ այդ լուրը տարածվում է մինչեւ այսօր։ Ոչ մի բանով տարբեր չէ մեր ժամանակը այդ օրվանից։ Թերևս միայն մենք ֆիզիկապես չենք տեսնում հարության խորհուրդը։ Մենք ուղղակիորեն չենք մտնում այդ ֆիզիկական տարածքը եւ հարթությունը, մեր Տիրոջ հարությունը ուղղակիորեն տեսնելու իր անձի միջոցով այսօր։ Սակայն այդ հարության անընդհատ դրվագը կրկնվում է մեր կյանքում։ Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք Զատկի տոնակատարության, Սուրբ Հարության խորհրդին, մենք անընդհատ ապրում, վերապրում ենք, անընդհատ փորձում ենք մեր ներքին աշխարհում գտնել դրա ճշմարտությունը։ Եվ չենք կարող գտնել, եթե այդ ճաշակումը, խոնարհությունը եւ սիրո զգացումը չունենք դեպի լույսը գնալու, դեպի Աստված գնալու։ Եվ ինչ է տեղի ունենում մեր օրերին։ Ինչպես ասացի, ոչնչով տարբեր չէ, ոչ մի բանով։ Այսօր էլ նույն այդ դրամի պարագան գործում է մեր իրականության մեջ։ Տեսեք, Հիսուս մատնվեց մեկ անգամ դրամով իր աշակերտի կողմից եւ երկրորդ անգամ արդեն հարությունից հետո եւս նորից դրամով մատնվեց։ Նորից փորձ արվեց դավաճանելու նրան։ Նորից փորձ արվեց այդ հարության հաղթանակի Հիսուսի աստվածային հաղթանակի ճշմարտությունը ինչ որ ձևով խավարեցնել, բայց չստացվեց։ Եթե առաջին դեպքում նրան ուղղորդվեց, նա գնաց դեպի խաչելության խորհուրդը այդ ճամփով ոտնահետքերը պատրաստելով դեպի հաղթանակին, ապա այս անգամ վերջնականապես փշրեց ամեն կապանք, փշրեց ամեն խարդավանք եւ իր հարության լույսով էլ տեղ ու տարածք չթողեց։ Ոչ միայն տարածքը նվաճեց Հիսուս, այլ նաև ժամանակի մեջ այդ ժամանակը կարողացավ նվաճել եւ ժամանակի մեջ հաստատել իր թագավորությունը։ Եվ այդ պատճառով է, որ ժամանակը երբեք կանգ չի առնում հարության մասին խոսելուց։ Եվ այդ պատճառով է, որ թեպետ 2000 եւ ավելի տարի անցած մենք դեռ այսօր խոսում ենք, ապրում ենք, ցնծում ենք եւ փառք ենք տալիս Աստծուն այդ հարության հաղթանակի համար։ Հարությունը մեզ համար սոսկ տոնացուցային դեպք չէ, սիրելի ժողովուրդ։ Դա մեր կյանքի կենսաբանորեն նույնիսկ առնչված մի մեծ իրականություն, հրավեր եւ դուր։ Ինչ է մարդը մեղքի եւ մահվան առջև։ Եթե չկա հարություն, ես վստահ եմ, որ ոմանք ինչպես Հիսուսի այդ դատի եւ բանտարկության ժամանակ էին ծաղրում, ոմանք էլ այսօր նույն ծաղրանքը կունենան մեր հանդեպ։ Նույն կերպով կհարցակվեն մեզ վրա, նույն կերպով սուտ կխոսեն հարության իրականության մասին, նույն կերպով շատ դրամ կվերցնեն, որպեսզի կարողանան չեզոքացնել, ճակերտավոր ասած,
հարության, քրիստոնեական արժեքների, բարոյականության, հոգևոր կյանքի ճշմարտությունն ու ծավալումը մեր կյանքում։ Միթե չկան այդպիսիներ, շատ են, ովքեր փորձում են իրենց ստացած շատ դրամի միջոցով եւ պատճառով խավարեցնել մեր հոգևոր արժեքները։ Փորձում են ամեն գնով մուտք գործել, թափանցել մեր իրականության մեջ եւ փչացնել մեր գիտակցությունը, մեր հոգևոր կյանքը։ Եվ չի հաջողվելու, այնպես ինչպես չհաջողվեց այդ օրերի քահանայապետերին, ծերերին եւ բոլոր նրանց, ովքեր հարցակում էին փորձում գործել, ովքեր փորձում էին բանտարկել հարության լույսը, այս օրերի նույն տիպի մտածող մարդկանց եւս չի հաջողվելու։ Մենք ավետիս ենք տալիս իրար եւ այդ ավետիսը շարունակելու ենք տալ։ Երանի թե այն չմնա միայն մեզ նախանշված այս ժամանակահատվածում, այլ ամեն օրվա հարության խորհրդի մեջ մենք լինենք։ Ամեն օրվա այդ Աստծո հետ կենթանի հաղթանակող Աստծո հետ ապրելու հոգևոր այդ կարիքը, ձգտումը, ցանկություն ունենանք։ Եթե կարողանանք մենք նույնանալ, ապրել այդ հարության իրականության մեջ, մեզ համար ոչ մի դժվարություն չի կարող լինել կյանքում, որ կմնա անհաղթահարելի։ Չկա այդպիսի բան։ Չկա, որովհետև մեր Աստվածը հաղթանակած Աստված է։ Եվ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր մարտնչում են Աստծո դեմ, մենք ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց։ Եվ մենք ավելորդ բան չենք ուզում կրկնել, բացի այս հաղթանակած մեծ ողջույնն ու ավետիսը։ Թող խարանվեն, թող մտածեն, թող տանջվեն, թող մտահոգվեն, թող մեզ ծաղրեն, թող փորձեն ինչ-որ կերպով ստվեր նետել, խավարեցնել, իրենց կյանքի մութ ծալքերով փորձեն ինչ-որ կերպով արդարություն որոնել այս կյանքում։ Փորձեն որևէ ձևով մեր քրիստոնեական գիտակցությունը, մեր խորը հավատքը, դա կլինի տարբեր կերպերով արտահայտված, մեր գործով, մեր կյանքով, մեր խոսքով, մտածումներով, մեր կյանքի բոլոր ոլորտներում ունեցած մեր ներդրումով, դեպի բարելավում բարիք ու սեր։ Թող փորձեն այդ բոլորը որևէ կերպով թարգմանել այն լեզվով, ինչ լեզվով խոսում է այսօրվա աշխարհը։ Մեզ համար ոչ մի դուռ չի կարող ծածկված լինել։ Եվ ինչպես մեր Տերը պատգամում է, նույնիսկ դժոխքի դռները ծնկի կգան մեր առջև։ Դժոխքը մեր կյանքում ապրում է մարդկանց միջոցով։ Մարդկանց տարբեր գույնի, տարբեր տեսակի մարդկանց, ովքեր փորձում են իրենց ինքնահաստատումը կատարել մեր հավատքի վրա։ Ուրիշ կարծես փխրուն, ուրիշ կարծես այսպես միջոց գոյություն չունի ինքնահաստատվելու այդ մարդկանց համար։ Եվ փորձում են հենց մեր հավատքի վրա հաստատվել։ Եվ փորձում են շատ դրամով հաստատվել։ Եվ փորձում են սուտ խոսելով հաստատվել։ Բայց մենք դարձյալ ու վերստին ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց եւ օրհնյալ է այդ հարությունը։ Մեր տարածաշրջանում, տավուշ աշխարհում մենք տեսնում ենք, ապրում ենք, զգում ենք մեր ժողովրդի համատարած դեպի հարության լույսը գնալու ձգտումն ու ցանկությունը։ Յուրաքանչյուրի մեջ ենք տեսնում դա, փոքրի եւ մեծի մեջ ենք տեսնում դա, հատկապես այն ժողովրդի, ով սահմաններն է պահում, ով իր զինվորի հետ միասին սահմանապահ է։ Այդ ժողովրդի կյանքում միթե կարող է լինել հարությունից դուրս ավելի մեծ բան։ Միթե կարող է այլ տեսակի ուժ, գաղափար, միջոց, գործիք թափանցել այդ ժողովրդի կյանքը։ Եթե չլիներ հարության լույսը, հավատքի զորությունը, եթե այդ լույսի ձգտումը, հաղթանակի զգացումը չլինի մեր ժողովրդի մեջ, մնացածը չի կարող տեղի ունենալ։ Ոչ սահմաններ կպահվեն, ոչ երկիր կպահվի եւ ոչ էլ ընտանիք։ Եվ այսպես ենք ապրում ենք, սիրելի ժողովուրդ։ Այսպես հարության լույսով եւ մեր հրավերն է, մեր падգամն ու հորդորն է, որ ամեն քայլին, ամեն օրվա գիտակցությամբ եւ մանավանդ այս օրերին, որ այնքան էլ խաղաղ կարծես թե չի թվում, փորձում են մեր երևելի հակառակորդը այդ իրավիճակը խարխլել։ Մենք դարձյալ դառնանք իրար ասելու եւ նաեւ մեր հակառակորդների երևացող եւ աներևույթ նրանց երեսին ասելու Քրիստոս հարյավի մեռելոց։ Մեզ ոչ մի բան այս հավատքից չի կարող խախտել։ Ոչինչ, ոչ սուրը, ոչ հուրը, ոչ թուրը, ոչ որևէ տեսակի զորություն, որևէ բան չի կարող խախտել այս հավատքից։ Մենք մեր հայացքները հառած մեր հաղթանակած Աստծուն,
մեր կենթանի ապրող Աստծուն, ոչ մեռելների Աստծուն եւ ոչ մեռած աստվածներին, այլ հարություն հաղթանակ տվող Աստծուն, մենք ընթանում ենք դեպի լույսը։ Մենք զատում ենք մեզ խավարից եւ ընթանում ենք այդ լույսի մեծ հաղթանակին, միմյանց փոխանցելով եւ ասելով. Քրիստոս հարյավ իմ հեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսին։